Երկրների պատմության մեջ լինում են իրադարձություններ կամ անգամ մեկ օրենք, որ այդ երկրի ճակատագիրը ապագայում կանխորոշում է։ Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում մի երևույթ, որը չափազանց բացասական հետևանքներ է ունենալու ապագայում։ Սակայն մինչ այդ ես ուզում եմ բերել մի դասական օրինակ, որ հասկանալի լինի այն, ինչի մասին այսօր ես խոսելու եմ։ Այդ օրինակը Լեհաստանի պատմությունից է։ 1652 թվականին Լեհաստանում ընդունվում է մի օրենք, դա կոչվում է Liberum Veto, այսինքն Լեհաստանի խորհրդարանի պարլամենտի յուրաքանչյուր անդամ ցանկացած օրինագծի կամ որոշման մասին կարող է վետոյով հանդես գալ, որից հետո միանգամից քննարկումները կանգնում են։ Մինչև 1652 թվականը, մի քանի տասնամյակ առաջ, Լեհաստանը Եվրոպայի խոշորագույն եւ հզորագույն երկրներից մեկն էր եւ կարողանում էր նույնիսկ որոշել, թե ով է լինելու Ռուսաստանի, այն ժամանակ կոչվում էր Մոսկովիա, Ռուսաստանի թագավորը կամ ցարը։ Դա Իվան Ահեղից հետո է Սկմուտայի ժամանակաշրջաններ, երբ որ Լեհաստանը կարողացավ գրավել Մոսկվան, դնել իր դրածոներին եւ Լեհաստանի բնակչության քանակը մի քանի անգամ ավելի շատ էր, քան Մոսկովիայի, այսօրվա Ռուսաստանի բնակչության քանակը եւ բնականաբար Լեհաստանը ավելի զարգացած եւ ավելի առաջադեմ երկիր էր։ 1652 թվականին ընդունված այդ օրենքը Liberum Veto-ն այն հետևանք ունեցավ, որ ապագայում Լեհաստանը ըստ էության փլուզվեց մասերի եւ գրավվեց Ավստրիայի, Պրուսիայի եւ Ռուսաստանի կողմից։ Ուրեմն բացի նրանից, որ Լեհաստանը չէր կարողանում ռեֆորմներ իրականացնել եւ որոշումներ ընդունել, նաեւ Պրուսիան, Ռուսաստանը եւ Ավստրիան ունեին իրենց ազդեցության գործակալները Սեյմում եւ ընդհանրապես մեկ կամ մի քանի պատգամավորի միջոցով կարողանում են Լեհաստանի զարգացումը խաթարել հենց այդ օրենքի միջոցով։ Հիմա գանք Հայաստան։ 1991 թվականից հետո, երբ որ Հայաստան անկախացավ, ռեֆորմների խնդիր առաջացավ, այսինքն ամբողջ սեփականությունը երկրի, անգամ նույնիսկ բնակարանները, որտեղ մարդիկ ապրում են, դա պետական ունեցվածք էր, եւ այդ պետական ունեցվածքը պետք էր բաժանել մարդկանց միջև եւ արդյունքում առաջացան մարդիկ, որոնք ավելի խորամանկ էին, ավելի ճարպիկ էին եւ իրենք պետք է այդ համաժողովրդական ունեցվածքը միմյանց մեջ բաժանեին։ Եվ դրա համար իհարկե պետք էր պետական կառավարում կամ լծակներ կառավարությունում կամ մասնակցություն հենց կառավարմանը։ 91 թե 92 թվականին հայոց համազգային շարժումներ իշխող ուժը, որի ղեկավարը կարճ ժամանակ Վանո Սիրադեղյանն էր, եւ Վանո Սիրադեղյանն այն մարդկանցից էր, որը ամենաանկեղծն էր խոսում։ Եվ համագումարի ելույթի ժամանակ ինքը ելույթ է ունենում եւ ասում է, որ ահա տեսեք մենք եկել ենք իշխանության, մենք շուկայական ռեֆորմներ ենք անցկացնում, կապերը տնտեսական քանդվել են խորհրդային միության, գործարանները չեն աշխատում, ժողովուրդը դժգոհ է, նաև դժգոհ է այդ անարդարությունից, իսկ այլ ձևի հնարավոր չի, որ այս սեփականությունը բաշխվում է ինչ-որ մարդկանց միջև, եւ դրա պատասխանատուն մենք ենք, քանի որ մենք ենք իշխանությունը, եւ արդյունքում այդ դժգոհությունները, անարդարությունների առումով վատ ապրելու համար, հիշենք, որ Սովի եւ Մթի տարիներին պատերազմներ տեղի ունենում, այդ դժգոհությունը լինելու է մեր դեմ եւ այդ սովետական կարմիր տնօրենները կամ Վանո Սիրադեղյանի խոսքերով ասած պահեստապետները, որոնք այդ գումարները կուտակել են, գործարանների եւ տնտեսական լծակները իրենց ձեռքում էր, հաջորդ փուլում այդ ունեցվածքը կամ այդ կապիտալը դառնալու է քաղաքական կապիտալ եւ ռևանշ է տեղի ունենալու նախկին իշխանությունները, այն ժամանակվա նախկին իշխանությունները կոմունիստներն էին, այդ դժգոհություններից օգտվելով գալու են իշխանության։ Եվ սա այն ֆոնն էր, որի արդյունքում 1995 եւ 96 թվականին տեղի ունեցան ընտրությունների կեղծումը։ Ովքեր այն ժամանակ հասուն տարիքում էին, հիշում են, թե այդ կեղծումները ինչպես էր կատարվում։ Տեղամասերում կրակոցներ էին,
գողանում էին այդ արկղերը, որտեղ ընտրություններ տեղի ունենում, լույսերն էին անջատում, այսինքն հենց ամենակոպտագույն եղանակով ընտրությունները կեղծվում էին եւ նույն Վանու Սիրադեղյանը ապագայում արդեն խոսելով 95-96 թվականի դեպքերի մասին ասում էր, որ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը վախում էր ընտրություններից եւ 96-95 թվականի ընտրություններից առաջ խնդրել էր, որ իր խոսքերով ասած երկրապահը քաղաքականանա, այսինքն ուժային կառույցները լծվեցին ընտրությունների կեղծման գործին։ Դա ես կրկնում եմ պանոս Սիրադեղյանի խոսքերը։ Արդյունքում մենք ունեցանք խորհրդարան, որը լծված էին մարդկանցով, որոնք հենց այս սեփականաշնորհման գործընթացին էին մասնակցում, համաժողովրդական սեփականությունը իրենցով էին արել, գործարանները քանդվում էին, ժողովուրդը վատ վիճակում էր եւ այդ ուժի միջոցով պահելով իշխանությունը խորհրդարանում հենց այդ մարդիկ հայտնվեցին եւ վստահությունը հանրության եւ հանրության վստահությունը իշխանության նկատմամբ խաթարվեց 96 թվականին եղան հայտնի ուժային գործողությունները, ժողովուրդը ընդդիմության գլխավորությամբ մտավ խորհրդարան, ծեծեցին ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալին, որը արդեն ուժային եղանակներով այդ գործընթացը զսպվեց, արտակարգ դրություն հայտարարվեց, տանկերը մտան քաղաք եւ այդ իրավիճակը շատ խորհրդանշական էր եւ կարեւոր էր Հայաստանի ապագա զարգացման առումով։ Ինչն էր հետաքրքիր, որ ընդդիմության մի հատվածը, որը գլխավորում էր ժողովրդի դժգոհությունները, հետագայում հաջորդ իշխանության ընթացքում դարձավ իշխանության մի մաս եւ իրենք նույնպես շատ ակտիվորեն մասնակցում էին հենց այդ անօրինական գործողություններին, սեփականաշնորհման գործողություններին, մամուլուն տպվում էին նյութեր, որոնք բացահայտում էին այդ ամենը։ Հաջորդ փուլում արդեն եղավ մի իշխանություն, արդեն հանրապետական կուսակցության գլխավորությամբ, որը ըստ էության ստվերային պայմանավորվածությունների վրա էր հենված, այսինքն այն մարդիկ, որոնք կարողանում են ձայներ բերել, ընտրաձայները գնելով, մարդկանց վախեցնելով կամ նույնիսկ հարգանք վայելելով տեղերում եւ ըստ իրանց բերած ձայների իշխանությունը բաժանվում էր իրանց միջև խորհրդարանում որոշակի տեղերում իշխանություն, մարզպետներ, քաղաքապետներ, գյուղապետներ եւ այլն, այսինքն այս էր իշխանության տրամաբանությունը եւ իշխանության կառուցվածքը։ Այս անջրպետը, որ կար հանրության եւ իշխանության միջև եւ ամբողջ իմաստը այդ պետական ունեցվածքի եւ բիզնեսի հնարավորությունները, այդ կվոտաները, ոլորտները, տեղերում իշխանությունները կիսելով առաջացավ այն մթնոլորտը, երբ որ հանրության եւ իշխանության միջև այդ անվստահության արդյունքում տեղի ունեցավ 2018 թվականի դեպքերը։ Անկախ նրանից, թե ինչ հզոր ուժեր են կանգնած այդ իշխանափոխության ետևում, ինչ process-ներ են գնում, որն էր դրա նպատակը, այնուամենայնիվ հանրությունը դուրս էր եկել փողոց, չհավատալով, որ հնարավոր է իշխանությունը փոխել, փողոցի կամ ընտրությունների միջոցով, եւ ոգևորվեցին մարդիկ եւ իշխանությունը փոխվեց արդեն փողոցի միջոցով։ Նորից եմ կրկնում, անկախ նրանից, թե ովքեր են կանգնած այդ ամեն ինչի ետևում։ Հիմա եւս տեղի է ունենում մի վտանգավոր երևույթ, որը ապագայում իր ազդեցությունը ունենալու է եւ կանխորոշելու է Հայաստանի զարգացումը։ Ես իմ ամբողջ խոսքը նրան է ուղղված, որպես սա զգուշացում լինի եւ մենք փորձենք թույլ չտալ, որ նման զարգացումներ լինեն։ Երևանի ընտրություններում 2023 թվականին իշխանությունը չկարողացավ վերարտադրվել։ Իշխանության սատելիտը հանրապետական կուսակցությունը իր ձայներով նույնպես չկարողացավ ապահովել, որպեսզի Երևանում իշխանությունը վերարտադրվի։ Եվ արդյունքում հանրային ձայն կուսակցությունը, որը գլխավորում էր Հայաստանում չգտնվող Վարդան Ղուկասյանը, իր կուսակցության անդամներից սկսեց մարդագողությունը, որն էր մարդագողության մեխանիզմը, կամ վախացնելով, կամ շահագրգռելով, կամ ինչ-որ կոմպրոմատներ ձեռք բերելով
կուսակցության անդամներին ձեռբակալելով, ըստ մամուլի տվյալներով խոշտանգելով, այդ մթնոլորտը ձևավորվեց, երբ որ իշխանությունը կարողացավ ընդդիմադիր կուսակցությունից ձայներ գրավել։ Այսինքն սա անվանենք մարդագողություն։ Գյումրի ընտրություններում շատ հետաքրքիր զարգացումներ են գնում, այսինքն ընդդիմությունից չկարողանալով ձայներ պոկել, իշխանությունը չվերարտադրվեց, բայց այնուամենայնիվ փորձեր էին արվում, որ ընդդիմադիր կուսակցության որևէ մեկի հետ գալով համաձայնության, ընդդիմադիրներից մեկը լինի իշխանություն եւ այդ միջոցով իշխանությունը ընդդիմադիրներից մեկի շնորհիվ կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական process-ների վրա։ Այս մարդագողության երևույթը շատ վտանգավոր է, որովհետև արդեն Գյումրի ընտրությունների ժամանակ մասնակից ընդդիմադիր կուսակցությունները փորձում էին դրա դեմ առնել եւ ցուցակը կազմել այնպես, որպեսզի ցուցակում լինեն իրենց հավատարիմ մարդիկ, իրենցից ազդեցություն տակ գտնվող մարդիկ, կամ մարդիկ, որոնք նույնիսկ թաղային տրամաբանության մեջ այդ պատվի հասկացողությունից ելնելով, ճակերտներով իհարկե պատվի հասկացողությունները դիմանան նման ճնշումներին, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հենց այսօր ընդդիմադիր կուսակցություններից մեկի մի անդամի վրա ըստ երևույթին կարողանալով նման ճնշումներ գործադրել, փորձում են պոկել ընդդիմությունից եւ դարձնել իշխանական ֆրակցիայի անդամ կամ իշխանության ազդեցության տակ գտնվող մարդ։ Եվ հետո շարունակել այդ process-ը արդեն մյուսների վրա։ Սրա հետևանքը ո՞րն է լինելու։ 26 թվականին մեզ սպասվում են ընտրություններ եւ շատ կարեւոր է, թե այդ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ ընտրացուցակների որակը ինչպիսին է լինելու։ Առաջվա ամբողջ խնդիրը այն էր, որ գոյություն չուներ սոցիալական լծակներ, կուսակցությունը հանրային քաղաքական շարժումներ չէին, այսինքն դա ինչ որ շահի վրա հիմնված կառույցներ էին, մեկ կամ մի քանի մարդու ազդեցության տակ գտնվող, որոնք եւ նույնպես այդ ցուցակները իրեն գրում են եւ կուսակցությունների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները տեղի չունեցան։ Դրա մասին կարելի է առանձին շատ երկար խոսել մեկ այլ առիթով։ Եվ հաջորդ ընտրություններում ցուցակները կազմելիս հիմնական խնդիրը լինելու է այն, թե այդ մարդիկ հավատարիմ են, այդ մարդկանց հիմնական արժանիքը այն է լինելու, որ իրենք կարողանալու են դիմակայել այդ մարդագողության գործընթացին, արդյունքում մենք ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ այդ խորհրդարանում լինելու են առաջերտին ոչ թե քաղաքական դեպքեր, ոչ թե մարդիկ, որոնք ունեն գաղափարներ, ունեն արժանինքներ, իրենք ցանկանում են ծառայել հանրությանը, այլ այս իմ նշած սկզբունքներով են ընտրվելու, որպեսզի կարողանան դիմակայել իշխանության ուժային ազդեցությանը։ Ես բերեցի օրինակներ Լեհաստանից, նաև 90-ական թվականների զարգացումներից, որի արդյունքում ընտրությունների կեղծման համակարգը ձևավորվեց եւ պետություն, հասարակություն, վստահությունը խաթարվեց եւ այս ամենը բերեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը եւ նաեւ Հայաստանից ինչ որ հատվածներ։ Այսօր մենք ունենք իշխանություն, որը նույնպես փորձում է ցանկացած եղանակով վերարտադրվել եւ նախկինների մուտացիան է ըստ էության եւ Երևանի ավականու ընտրությունները ցույց տվեցին, որ քրեա օլիգարխիկ համակարգը փորձ է արվում վերականգնել։ Ինչ է դա նշանակում, որ ընդդիմադիր կոչվող իհարկե ճակերտներով մի քաղաքական ուժ, հանրապետական կուսակցությունը, հանրապետություն կուսակցությունը սատարելով իշխանությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, կոռուպցիոն համակարգի մեջ է մտնում ըստ էության, թեկուզ մամուլում եղած նյութերը հաշվի առնելով։ Նույն կասկադը, երբ որ այդ շինարարությունը վերևի հատվածում, հանրային տարածքում արդեն եկամտաբեր ինչ որ կառույցներ են փորձում ստեղծել կանաչ տարածքի հաշվին, եւ այդ տենդերը հաղթում է հանրապետության կուսակցության ղեկավարի ընտանիքի անդամներից մեկը։ Սա շատ վտանգավոր տենդենց է եւ այստեղ խնդիրը գնում է արդեն պետականության գոյության մասին, որովհետեւ այս նեգատիվ զարգացումները կարող են բերել ավելի մեծ կորուստների։ Եվ շատ կարևոր է, որ 2026 թվականի
ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հասկանան, որ այն ինչ որ տեղի ունեցավ Երևանի ավականիում չի կարող կրկնվել համապետական ընտրությունների ժամանակ, որտեղ իշխանությունը արդեն կարող է չկարողանալ վերարտադրվել ընդամենը մեկ խորհրդարանի նիստի ժամանակ եւ չկարողանալ օգտագործել իր ուժային կառույցները մարդագողության համար։ Եվ շատ կարևոր է, որ այդ մասնակից քաղաքական ուժերը իրենց ցուցակները կազմելիս իրենք շարժվեն իրենց ցուցակի անդամների որակներով, որոնք լինեն մարդիկ, որոնք կարողանան վստահելի լինել հանրության համար, այլ ոչ թե մտածել նրա մասին, որ լինեն մարդիկ, որոնք մարդագողության չենթարկվեն։